Իրականում այս գործը կեսի նավրա ստեղծվել է ընթացքում շարունակվել է։ Մենք բոլորս առաջի օրվանից տեղակ ենք եղել և հստակ ենք եղել, որ սա քաղաքական հետապնդում է, որ սա շինծուկ իրական գործ է։ Ընթացքում, եթե մենք սկզբից էինք տեղյակ, հանրության որոշակի չնչին զանգվածի մոտ կարող է կասկած լիներ, վստահաբար կարող եմ ասել, որ ողջ հանրությունն է քաջատեղյակ և տեղյակ, որ այս ամբողջ գործը քրեական շինծու է և որի նպատակն է եղել քաղաքական և նպատակ է ունեցել մի քանի խնդիր այս վարչապետարանը։ Ժողովրդական քոլեգաներից միանալով, անկեղծ ասած, ես իրատեսական չեմ համարում, որ նախքան ընտրություններ բան կփոխվի Բագրատ Սրբազանի խափանամիջոցի հետ կապված, բայց ինչևէ, գուցե նաև ինչ-որ հրաշք լինի, պատվարժան մեղադրող կողմը ներկայացնում էր, որ Բագրատ Սրբազանը հեղինակություն է վայելում և իր հեղինակությամբ կարող է ազդել վկաների վրա։ Այո, հեղինակություն է վայելում։ Հեղինակություն է վայելում, որովհետև առաջի իսկ օրվանից այս ծանր օրերի Բագրատ Սրբազանը կանգնած է եղել իր հայրենիքի և ժողովրդի կողքի, կանգնած է եղել իր եկեղեցու կողքի։ Եվ այն հանգամանքը, որ հեղինակություն է վայելում, արդեն դարձել է ինչ-որ մտահոգիչ, բայց մեր համար դա մտահոգիչ չի և հպարտանալու հանգամանք եմ ես համարում։ Պատվարժան իրականում անկեղծ նորից եմ գտնում, իրատեսական չեմ համարում, որովհետև Բագրատ Սրբազանը այս օրերին վտանգ է ներկայացնում իր խոսքով, իր կարծիքով, իր գիտելիքով, իր հայրենասիրությամբ։ Բայց ինչևէ, ինչպես կոլեգաս ասեց, իրականում դուք կարող եք բան փոխել և ձեր արած փոփոխությունը կարող է նաև մեր կրատական իշխանության նկատմամբ հեղինակություն փոխել հանրության մոտ, որովհետև իրականում այս ներկայիս խտրական արդարության պայմաններում մենք բոլորս գիտակցում ենք, որ 18 արդարների պարագայում էլ ավելի խտրական վերաբերմունքի արժանանում Բագրատ Սրբազանը։ Այո, ես կարծում եմ դա պայմանավորված է նրա հեղինակությամբ, նրա հանրային մեծ դիրքով և այդ դրանով է ինքը վտանգ սպառնում ներկայիս վարչախմբի համար։